Պարոն Ղազարյան, այսօր հերթական քաղաքացիների ընդունելության շրջանակներում գրանցվել եք ում հետ է նախատեսված հանդիպումը։ Այսօր նախատեսված է հանդիպում ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ։ Թվով որերորդ հանդիպումն է կոնկրետ իր հետ։ Իր հետ 4-րդ։ Երեք անգամ ինքը կատարել է ենթադրյալ հանցագործություն, այսինքն խտրականություն ցուցաբերելով ինձ ընդունելության չի արժանացրել։ Ընդ որում Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի պարագայում, քանի որ ես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակել էի դիմել այդ խտրականության դավոն, իրենք գրավոր պարզաբանում են տվել ազգային ժողովից, որ հատկապես այդ երկուսը ինձ ընդունելության չեն արժանացրել, հաշվի առնելով իմ քաղաքական գործիչ լինելու հանգամանք, այսինքն իրանք գրավոր հաստատել են, որ խտրականությունը ցուցաբերել են քաղաքական հայացքներով պայմանավորված տարբերությունների հանգամանքով եւ ունենք դրական տեղաշարժ այդ իմաստով, որ երբ որ ես տալիս եմ հաղորդում հանցագործության մասին, քննչական կոմիտեն մերժել էր վարույթ նախաձեռնել, բողոքարկել էի դատախազին, դատախազը անփոփոխ էր թողել քննիչի որոշումը եւ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քերական դատարանով դատանը ես շահել եմ, բավարարել է իմ հայցը եւ պարտավորեցրել է, որպեսզի վարույթ նախաձեռնեն եւ դատարանի որոշման հիման վրա արդեն հարուցված է քրեական վարույթ Ռուբեն Ռուբինյանի, բայց ես դիմումները որ գրել եմ, քանի որ հանցակազմի հանգամանքները ընդհանուր են մյուս պատգամավորների, նրանց դեպքերը նույնպես պետք է այդ վարույթում մեկտեղել եւ մեկ վարույթի շրջանակներում գործի քննություն իրականացնել։ Ես արդեն հրավիրված եմ քննչական կոմիտե, վաղը կներկայանամ քննիչին, կտամ անհրաժեշտ ցուցմունքներ, բացատրություններ, կներկայացնեմ վարույթային գործողություններից բխող միջնորդությունների բովանդակությունը պարզա բոլոր այս պատգամավորները, նրանց թիվը արդեն մոտավորապես ուրեմն 24-ն է, ընդհանուր հաղորդումների քանակը արդեն 28 թե 29 հաղորդում եմ ներկայացրել, բայց քանի որ կրկնահանցագործության դեպքեր կան, գործով անցնում են մոտավորապես 24 պատգամավորներ, բոլորը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, նրանք բոլորը պետք է քննվեն այդ գործի շրջանակներում եւ ակնհայտ է, որ եթե ամեն ինչ օրինական տրամաբանական ընթացք ունենա, գլխավոր դատախազը պետք է միջնորդությամբ ներկայանա ազգային ժողով նրանց անձեռնմխելիությունից զրկելու համար, որովհետև որպեսզի նրանց վարույթում ներգրավեն մեղադրյալի կարգավիճակում, պետք է ազգային ժողովը տա համաձայնություն։ Կարծում եմ, որ մենք պետք է տեսնենք այդ զարգացումները եւ ես պատրաստ եմ նաեւ արտադատարանային հաշտեցման գնալ այդ 24 պատգամավորների հետ։ Քանի որ նրանց այդ կարգավիճակում հայտնվել են Նիկոլ Փաշինյանի որոշումների գործողությունների հետևանքով, եթե նրանք միանան վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, այսինքն գնան Հայկ Մամեջյանի մոտ եւ ստորագրեն արդեն նախաձեռնության ձևաթղթի տակ միանան անվստահության գործընթացին, ես կհրաժարվեմ իմ հայցից եւ նրանք դրանով իսկ կարող են նաեւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եվ ըստ էության նախատեսված ժամն է, որ պետք է ձեզ Հակոբ Արշակյանը ընդուներ, լինելու է հանդիպումը թե չի լինելու։ Ենթադրում տրամաբանությունը հուշում է, որ պետք է լինի։ Անկեղծ ասած, մինչև հիմա այս հոկտեմբեր ամսվա ընթացքում այն հանդիպումները, որոնք որ չեն կայացել, նախապես ինձ զանգել են ազգային ժողովից, ասել են, որ հանդիպումը չի կայանալու, այսօր նման զայրախոսազանգ չեմ ստացել եւ ես լեգիտիմ ակնկալիք ունեմ, որ այդ հանդիպումը պետք է կայանա եւ կսպասեմ այնքան, մինչեւ որ հրավիրեն կամ պատասխան տան։